Ջալալիական շարժման մասին մենք գիտենք Օսմանյան կայսրության սկզբնաղբյուրներից իրենց պատմագրության մեջ է սա տեղ գտել պաշտոնական պատմագրության եւ իհարկե մանրամասն տեղեկություններ կան նրանց մասին հայ մատենագրության մեջ, մասնավորապես մեր ձեռագրերի հիշատակարանների հեղինակները Առաքել Դավրժեցին, Զաքարիա Քանաքերցին եւ այլ հեղինակներ անդրադարձել են ջալալիների անօրենության մասին տարբեր դեպքերի։ Մենք իհարկե պետք է նշենք այն հանգամանք, որ ջալալիները նախ եւ առաջ Օսմանյան կայսրության կենտրոնական իշխանությունների եւ տեղական փաշայական ադմինիստրացիաների դեմ ապստամբներ էին, որոնք կարելի է ասել ավելի շատ միջին եւ ստորին հողատիրությանն առնչվող դեմքեր էին եւ նրանց անօրենությունները եւ անընդհատ պայքարը այդ կենտրոնական իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի կյանքում իհարկե մեծ ավերածություններ ու զրկանքներ էր բերում։ Շատ հաճախ իրենց զորականների համար ամենօրյա կարիքները պարզապես կարգավորելիս նրանք հարձակվում էին հայկական բնակարարի վրա, խլում էին հայերի ունեցվածքը, մասնավորապես նրանց ստացած բերք ու բարիքը եւ այս դեպքում իհարկե պատահական չէր, որ երբեմն տեղ էին գտնում նաև սպանություններ, մարդկանց զանգվածային ջարդարական գործողություններ, որոնց մասին մեր հեղինակները գրում են։ Եվ իհարկե այս ջալալիական շարժումը Հայաստանի համար իսկական աղետ է դառնում եւ պատահական չէ, որ մեր մատենագիրները այս մարդկանց ջալալիական շարժման ներկայացուցիչներին ամենաբացասական գույներով են ներկայացնում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։